առաջ Մարտուն Գրիգորյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է, որ բացի ինձանից մեր քաղաքը դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու մեր քաղաքը դաշինքի հետ։ Ուստի ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց մեր քաղաքը դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն մեր քաղաքը դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում բոլորին։ Առայժմ այսքանը, գրել է Մարտուն Գրիգորյանը։ Դրանի պատասխան Հայրենիք կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում տարածեց հաղորդագրություն։ Մեր քաղաքը դաշինքը ձևավորվել է Հայրենիք և Միացյալ Հայաստան կուսակցությունների միջև Գյումրիի համայնքի ավականու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավականու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավականու ցուցակին, ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Հայրենիք կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը, Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու քաղաքացիական պայմանագրի վերարտադրությունը չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է քաղաքացիական պայմանագրի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզման ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում ունեցող հայրապետությունն իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի և անվտանգության, համախմբվածության և համերաշխության գերակա շահերից։ Նշենք, որ երեկ Երևան Թարվերդյանը բանավեճ է ունեցել ՀՄԷԿ-ի Պետրոս Ղազարյանի մոտ և հավանաբար Թարվերդյանը ՔՊԻ-ին նշում էր, թե դուք մի պայքար եք քաղաքապետի տեղի համար, բայց խանգարեք Վարդան Ղուկասյանի ընտրվելուն։ Սա նշանակում է, որ դաշինքի կազմում արդեն տարաձայնություններ կան։ Հավանաբար Թարվերդյանը ՔՊԻ-ին առաջարկում էր գործարք, որի արդյունքում Գրիգորյանը կարող է դառնալ նրանց ՔՊԻ քաղաքապետը։ Սա արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Փաստաբան Արսեն Բաբայանը հետո այլ սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են։ Նոր բան են գտել, իբր Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ ասել է, որ Վարդան Ղուկասյանին 2 քվե պիտի տան։ Հիմա էլ սա էլ հնարել ու իրենց հնարածի համար Մարտունի հետ են կռվում։ Ասում էի, ախր հստակ համոզմունք եք ձևավորում, որ այդ հարձակումը ոչ թե Վարդան Ղուկասյանին ընտրելու, այլ չընտրել պարտադրելու նպատակ ուներ։ Պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. նույնիսկ ընտրություններից 4 օր անց կատարած հայտարարությունից հետո Գյումրիում Սերժի ու Քոչարյանի լոկալ ընդդիմադիր արբանյակներն իրար մեջ չեն կողմնորոշվում ինչ են անելու, ում են ընտրելու քաղաքապետ։ Մարտուն Գրիգորյանը երկար լռեց, հետո քաղաքական ճնշումներից ընկրկելով ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը կապահովի բավարար ձայներ, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվի։ Հիմա էլ հանրայինի եթերով նույն Մարտունի թիմակիցը ՔՊԻ-ին առաջարկում է Մարտուն Գրիգորյանին ընտրել քաղաքապետ։ Փաստորեն գյումրեցու քվեն առուծախի վերածած քաղաքական ուժերին նույնիսկ Աճապահյանի աղոթքները չփրկեցին։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ գրել է. Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կմիանա Վարդան Ղուկասյանին։ Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք։ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։ Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանն առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողների ստախոսության մեջ էր մեղադրում։ Իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը Վարդան Ղուկասյան ՔՊ տանդեմից պաշտպանող մի սամուրայ։ Ինչևէ, արձանագրենք, չկա Սերժ Քոչարյան հակամարտություն, կա մեկ ընդհանուր Սերժա Քոչարյան։ Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժա Քոչարյանը, դա Վարդան Ղուկասյանն է։
ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ, ի տարբերություն Սերժա Քոչարյանի ներկայացուցիչների, մենք ու նաև անձամբ ես տարածի ներկայացրել էի այս սցենարը: ՔՊԿ վարչության փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառումներ: Հովիկ Աղազարյանն էլ ասել էր, որ Մարտուն Գրիգորյանը նստած սպասում է, որ ՔՊ-ն առաջարկի իրեն դառնալ Գյումրու քաղաքապետ: Ես մնում եմ իմ կարծիքին, որովհետև շատ մեծ խելք պետք չի ունենալ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին Նյուսեյեմի հետ զրույցում նշել էր ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագրից հեռացված Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով նախկինում իր արտահայտած տեսակետին, թե Գյումրիում Մարտուն Գրիգորյանը և ՔՊ-ն կհամագործակցեն և քաղաքապետ կդառնա Մարտուն Գրիգորյանը: Մի կողմից Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ՔՊ-ն չի ունենալու քաղաքապետ, մյուս կողմից չի ուզում ասի, թե ոնց է օժանդակելու այդ խնդրին: Հետևաբար, որ անալիզ ես անում, պարզ, հասարակ հետևություն է, որ ինքը նստած է իր համապատասխան տեղը և սպասում է բարձրաստիճան որևէ ՔՊ-ական պաշտոնյայի զանգին, որ պիտի իրեն առաջարկեն, որ ինքը դառնա Գյումրու քաղաքապետ: Դա ակնհայտ է: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի արված հրապարակումը մի քանի անգամ խմբագրվել էր: Նա դիմել էր քաղաքական ուժերին, որոնք կանգնած են եղել Ռուբեն Մխիթարյանի և Կարեն Սիմոնյանի հետևում, ապա հանել էր այդ շեշտադրումը: Նախնական տարբերակում գրված էր. «Ռուբենը, Կարենն ու իրենց հետևում կանգնած քաղաքական ուժերը, շատ լավ գիտենալով այս մասին, անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու, այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»: Փոփոխված տարբերակում գրել էր. «Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին, հասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու, այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը»: